Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների վերականգնումը և առևտրատնտեսական կապերի զարգացումը, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Նա շահարկում է որակել այն կարծիքը, թե Վրաստանը կարող է կորցնել իր տարանցիկ դերակատարումը։ Վրաստանի տարանցիկ դերը ամրապնդելու համար կատարվում են զգալի ներդրումներ, այլընտրանքային տրանսպորտային միջանցքը որևէ սպառնալիք չի ներկայացնում Վրաստանի համար, նշել է Կոբախիձեն, հավելելով, որ վերջին 5 տարիների ընթացքում միջին միջանցքով բեռնափոխադրումները 7 անգամ ավելացել են։ Նրա խոսքով Վրաստանի նպատակն է առավելագույնի հասցնել իր ենթակառուցվածքների օգտագործումը աճող բեռնափոխադրումների ծավալները սպասարկելու համար։ Ապագայում մենք հնարավորինս շատ ներդրումներ կկատարենք մեր տարանցիկ դերակատարման զարգացման համար, եզրափակել է պաշտոնյան։ Իսպանիան ողջունում է օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան համաձայնությունների հիման վրա Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացում արձանագրված առաջընթացը, հայտարարել է Իսպանիայի թագավորության պատգամավորների կոնգրեսի նախագահ Ֆրանսինա Արմենգոլը Ադրբեջանի խորհրդարանի նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Հուսով ենք, որ խաղաղության համաձայնագիրը շուտով կստորագրվի, տարածաշրջանում բացելով համագործակցության և բարգավաճման նոր դարաշրջան։ Այս գործընթացը պետք է հիմնվի միջազգային իրավունքի, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների վրա, նշել է պաշտոնյան։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը հեռախոսազրույց են ունեցել։ Անկարայից հայտնում են, որ զրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր։ Էրդողանը նշել է, որ ուշադիր հետևում են Իրանում տեղի ունեցող իրադարձություններին։ Նրա խոսքով Թուրքիան մեծ նշանակություն է տալիս Իսլամական Հանրապետությունում խաղաղությանն ու կայունությանը։ Թուրքիայի նախագահը շեշտել է, որ Անկարան երբեք չի աջակցել Իրանի գործերին արտաքին միջամտությանը։ Նա ընդգծել է, որ տարածաշրջանում իրավիճակի լիցքաթափումը բխում է նաև Թուրքիայի շահերից։ ԵՄ գագաթնաժողովի ընթացքում որոշում է կայացվել վավերացնել մաքսատուրքերի վերաբերյալ Միացյալ Նահանգների հետ անցած տարի ձեռք բերված համաձայնագիրը։ Այսպիսով Միացյալ Նահանգներ եվրոպական մատակարարումների համար կգործեն ընդամենը 15%-ի մաքսատուրքեր, ԱՄՆ-ից ներմուծման վրա 0% մաքսատուրքերի դիմաց։ Օրեր առաջ Եվրոպական խորհրդարանը հայտարարել էր Միացյալ Նահանգների հետ կնքված առևտրային համաձայնագրի վավերացման գործընթացը անժամկետ սառեցնելու մասին Գրենլանդիայի շուրջ լարվածության պատճառով։ Սակայն Դավոսում Թրամփի հայտարարությունից հետո, որ Գրենլանդիայի հարցով գործարքի հասնելու ֆոնին Վաշինգտոնն այլևս չի պատրաստվում տնտեսական ճնշում գործադրել Եվրոպայի վրա, եվրոպական կողմը որոշել է վավերացնել համաձայնագիրը։ Եվրոպական խորհրդի նախագահը հույս է հայտնել, որ ԱՄՆ-ԵՄ առևտրային հարաբերությունները կկայունանան, սակայն Եմեն մտադիր է վճռականորեն պաշտպանել իր շահերը, շեշտել է Անտոնիո Կոշտան, հավելել. հուսով են արդյունավետորեն գործակցել Վաշինգտոնի հետ նաև Ուկրաինայի հարցով։ Ուկրաինայի էներգետիկայի նախարարը հայտարարել է, որ հունվարի 22-ը 2022 թվականից ի վեր ամենածանր օրն էր երկրի էներգահամակարգի համար։ Դենիս Շմիհալի խոսքով ռուսական զանգվածային հարվածների հետևանքով էներգետիկ ընկերությունները ստիպված են շարունակել արտակարգ անջատումները։ Նա հավելել է, որ ամենադժվար իրավիճակը Կիևում է։ Շմիհալը հավատացրել է, ջանքեր են գործադրում էլեկտրաէներգիան և ջեռուցումը հնարավորինս արագ վերականգնելու ուղղությամբ։ Ավելի վաղ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել էր, որ ռուսական հարվածների հետևանքով միայն Կիևում առանց էլեկտրաէներգիայի է մնացել 1 միլիոնից ավելի մարդ։ Քաղաքապետ Վիտալի Կլիչկոն էլ հայտարարել էր, որ էլեկտրաէներգիայի ջրամատակարարման և ջեռուցման անջատումների պատճառով Կիևը հումանիտար աղետի շեմին է։ Նրա խոսքով 600,000 մարդ լքել է մայրաքաղաքը։ Իրավիճակն ավելի է բարդացնում ծայրահեղ ցուրտ եղանակը։ Դիանա Գասպարյան, լուրեր։